2010 թվական փետրվարի 28 դատապարտյալների հիվանդանոցում թոքերի քաղցկեղից մահանում է դատապարտյալ Պավլիկ Մարտիրոսյանը։ 2010 թվական հունիսի 9 նույն հիվանդանոցում նույն հիվանդությունից մահանում է դատապարտյալ Ռուբեն Օսիպյանը։ Դեպքերը, երբ պատժի կրման ընթացքում ծանր հիվանդությունից ազատազրկման վայրում մահանում է դատապարտյալը, եզակի չեն։ Միայն 2009-ից 2011 թվականների ընթացքում պաշտոնական տվյալներով քրեակատարողական հիմնարկներում մահացել է ծանր հիվանդությամբ տառապող 33 դատապարտյալ։ Մինչդեռ օրենսդրությունը նախատեսում է ծանր հիվանդության դեպքում հիվանդ դատապարտյալին պատժի հետագա կրումից ազատելու հստակ տարբերակ։ Ավելին, կառավարությունը դեռևս 2006 թվականին հաստատել է ծանր հիվանդությունների բավական ծավալուն ցանկ։ Հիվանդ դատապարտյալների հայտնաբերումը քրեակատարողական հիմնարկների բուժ սպասարկման ծառայությունների կողմից, այնուհետև հիվանդ դատապարտյալների վերաբերյալ համապատասխան նյութերը բժշկական աշխատանքային հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելն է, եւ եթե նշված հիվանդությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 25-ի թիվ 825N որոշմամբ հաստատված ցանկին, հիվանդ դատապարտյալը ներկայացվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը, որի եզրակացության հիման վրա քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան համապատասխան միջնորդությամբ դիմում է դատարան հիվանդ դատապարտյալին, ծանր հիվանդությամբ տառապող դատապարտյալին պատժի հետագա կրումից ազատելու միջնորդությամբ։ Առաջին հայացքից ամեն ինչ պարզ ու հստակ է։ Հանձնաժողովները եզրակացնում են, դատարանը որոշում, բայց իրականում պատկերը ճիշտ հակառակն է։ Մինչ հանձնաժողովները եզրակացություններ են անում, մինչ դատարանը որոշում է, դատապարտյալը կալանավայրում մահանում է։ Այս մտավախությունն արդեն հաստատվել է նաև դատախազությունում կատարած ուսումնասիրության արդյունքում։ Ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկան դեպքեր, երբ որ ծանր հիվանդություններով տառապող մի շարք դատապարտյալների վերաբերյալ հարցի քննարկումները տևում էին տևական ժամանակահատված 6 ամիս, 1 տարի եւ նույնիսկ ավելին։ 2009-ից 2011 թվականներին Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հիվանդությունից մահացած 33 դատապարտյալներից 17-ի հիվանդությունը թեև համապատասխանել է կառավարության հաստատած ծանր հիվանդությունների ցանկին, բայց նրանց հայցը կամ մերժվել է, կամ հանձնաժողովները նրանց հայցերը չեն հասցրել քննարկել։ Այսպես, 8 դատապարտյալ մահացել է մինչև բժշկաաշխատանքային հանձնաժողովի կողմից հարցի քննարկումը։ 1 դատապարտյալի վերաբերյալ նույն հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։ Եվս 2-ը մահացել են նախքան միջգերատեսչական հանձնաժողովի կողմից փորձաքննության կատարումը։ 1 դատապարտյալ մահացել է մինչև դատարանի կողմից քրեակատարողական հիմնարկ միջնորդություն ուղարկելը։ Եվ այս պարագայում խնդիրը ոչ միայն մարդկային ու մարդասիրական հարթության վրա է, այլև օրենսդրական։ Բանն այն է, որ այս հանձնաժողովների աշխատանքը իրավական որևէ ակտով չի կանոնակարգվում, չկան հստակ սահմանված ժամկետներ ու չափորոշիչներ։ Հստակ կանոնակարգված չեն եղել իրավասու մարմինների, այն է բժշկական աշխատանքային հանձնաժողովի, միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, հստակ ժամանակահատված սահմանված չի եղել։ Ինչ կարգի հետազոտություններ պետք է կատարվեն, ինչ ժամանակահատվածում պետք է քննարկվի, ինչ կարգով պետք է քվեարկություն կատարվի եւ որոշումների հետ կապված թե ինչ կարգով գրավոր այսպես որոշում, եզրակացություն եւ այլ, ինչ կարգի որոշումներ պետք է կայացվեն, ինչպես պետք է դրանց մասին իրազեկվեն դատապարտյալներին, որպեսզի ապահովի նրանց բողոքարկման իրավունքը։ Մի շարք ծանր հիվանդություններով տառապող Արամ Կարապետյանի վերաբերյալ բժշկական աշխատանքային հանձնաժողովը կայացրել էր դրական որոշում, որի հիման վրա 2011 թվականի ապրիլի 26-ին հարցն ուղարկվել է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը։ Սակայն հանձնաժողովը հարցն այդպես էլ չի քննարկել, մինչև որ 2 ամիս անց Կարապետյանը մահացել է դատապարտյալների հիվանդանոցում։ Մեկ այլ դատապարտյալ Կարեն Ասատրյանի հիվանդությունը բժշկաաշխատանքային հանձնաժողովը հաստատել է դեռևս 2010 թվականի դեկտեմբերին։ 2 ամիս անց հարցն ուղարկվել է միջգերատեսչական հանձնաժողով եւ 2012 թվականի դրությամբ այդպես էլ չի քննարկվել։ Նույն ձևով 1 տարի 2 ամսվա ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովը չի քննարկել նաև միավ վարակակիր կենտրոնական նյարդային համակարգի օջախային քայքայումով եւ հեպատիտ C-ով տառապող Մհեր Պողոսյանի հարցը։ Հստակեցված չեն
ընդունենք ինչ կարգով պետք է ուրեմն քրեակատարողական հիմնարկների բուժ սպասարկման բաժինները եւ համապատասխան մասնագետները հայտնաբերեն ծանր հիվանդությամբ հիվանդ դատապարտյալներին։ Ինչ կարգով դրանք պետք է դատապարտյալների վերաբերյալ ինֆորմացիան ուղարկվի բժշկական աշխատանքային հանձնաժողովին եւ ինչ կարգով դա հետագայում պետք է ուղարկվի միջգերատեսչական հանձնաժողովին եւ հստակեցված չեն այն ժամկետները, որոնցով պիտի հանձնաժողովը սահմանափակվի եւ տա կոնկրետ եզրակացություն, դրական կամ բացասական եզրակացություն։ 2011 թվականի հուլիսի 17-ին դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանը փորձել էր ինքնասպանություն գործել կախվելու միջոցով։ Հետագայում պարզվեց, որ մինչև այդ նա գրություն է թողել, դրդապատճառների թվում նշելով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իր ծանր հիվանդության հարցը անուշադրության մատնելու փաստը։ Ինքնասպանության փորձի քննությունը ցույց տվեց, որ Դոխոլյանի վերաբերյալ բժշկական աշխատանքային հանձնաժողովի եզրակացությունը միջգերատեսչական հանձնաժողով էր ուղարկվել դեպքից 2 ամիս առաջ եւ այդպես էլ չի քննարկվել։ Բայց առավել հետաքրքրական է այն, որ անգամ այս դեպքից հետո էլ հանձնաժողովն այդպես էլ չքննարկեց Դոխոլյանի հարցը։ Մինչև որ 1 տարի անց Դոխոլյանը վերջ էր դրել իր կյանքին ինքնասպանություն գործելով դատապարտյալների հիվանդանոցում։ Կատարված ուսումնասիրություններն ու բացահայտված փաստերը վկայում են ոլորտի կանոնակարգման, օրենսդրական փոփոխությունների եւ հստակեցումների անհրաժեշտության մասին։ Հարցը Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության կոլեգիայում քննարկելուց հետո կոլեգիան կայացրել է համապատասխան որոշում այդ անհամապատասխանությունները վերացնելու կապակցությամբ հարցին տար նորմատիվային իրավական կարգավորում եւ կատարել համապատասխան փոփոխություններ եւ նման առաջարկությամբ մենք դիմելու ենք Հայաստանի Հանրապետության արտադրության նախարարությանը եւ իհարկե այնպես չի լինելու որ մասնատված այսպես արտադրության նախարարությունը իր համար անելու այդ առաջարկությունները գլխավոր դատախազությունը իր համար այդ փոփոխությունները անելու իհարկե ընթացքում համագործակցելով կքննարկենք եւ խնդիրը կարևորը խնդիրը վերահանված եւ կառաջարկվեն են լուծումները հարցերին այդ կարգավորումը տալու համար բայց այդ կարգավորումները օրենսդրական այդ խնդիրները բաց թողումները որոնք կան հիմնականում այո օրենքով կարգավորվելու այդ համապատասխանությունները անհամապատասխանությունները վերացնելու խնդիր ունեն բայց այն խնդիրները որոնք առաջացնում են դժգոհություններ տարբեր տեսակ եւ մենք մտածում ենք կարծում ենք որ կոռուպցիոն ռիսկերի հավանականություն հնարավորություն է ստեղծվում նաև դա որովհետև հստակեցված չի հնարավոր են այնպիսի դեպքեր երբ որ մարդը հիվանդ է ծանր հիվանդությամբ որը պատժի կրումը խոչընդոտող հիվանդությունների ցանկում է սակայն նրա հարցը քննարկման առարկա չդառնա մենք ուզում ենք առաջարկենք եւ ստեղծել այնպիսի մեխանիզմ որպիսի ոչ մի հիվանդ դատապարտյալի հարց քննարկումից դուրս չմնա։ Սակայն չսահմանված ժամկետներն ու դրանց հետևանքով ձգձգվող եզրակացություններն այս հանձնաժողովների աշխատանքում հայտնաբերված միակ թերությունը չեն։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թե աշխատանքային եւ թե միջգերատեսչական հանձնաժողովները իրենց նիստերի եւ կայացվող որոշումների վերաբերյալ որևէ գործավարություն չեն վարում։ Չկան նիստերի մասին արձանագրություններ, հայտնի չէ, թե ձայների ինչ հարաբերակցությամբ են կայացվում որոշումները։ Հանձնաժողովները վարում են միայն մեկ մատյան, որում նշում են բացառապես դրական եզրակացության արժանացած դատապարտյալների տվյալները։ Ինչ վերաբերում է բացասական որոշումներին, դրանց մասին որևէ գրավոր հիմք ընդհանրապես չկա։ Հարցը գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2011 թվականի նոյեմբերին ներկայացվել է արտադրության նախարարին եւ մենք գտել ենք, որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն կա։ Եթե սահմանափակված չէ, եթե հստակեցված չէ ժամկետով, եթե կանոնակարգված չէ, անգամ որևէ գրանցում հաշվառում չի արվում։ Ընդամենը վարվում է մեկ մատյան, որտեղ նշվում է դատապարտյալի անուն, ազգանունը, տվյալները։ Եվ այն էլ այն դատապարտյալների, որոնց վերաբերյալ կայացված է դրական որոշում գործընթացը շարունակելու կամ դատարան ներկայացնելու համար։ Իսկ այն դատապարտյալներին, ում նկատմամբ բացասական եզրակացություն է տրվել կամ բացասական որոշում է կայացվում, անգամ որևէ նշում չկա դրա վերաբերյալ եւ դատապարտյալին այնքան որ բանավոր հայտնվում է այդ մասին։
Բանավոր մերժում ստանալով դատապարտյալն ըստ էության զրկվում է բողոքարկման իրավունքից, քանի որ չի կարող իրեն տրված բանավոր պատասխանի հիման վրա դիմել դատարան։ Թերևս նաև դա է պատճառը, որ բժշկական հանձնաժողովների որոշումների բողոքարկման դեպքեր ըստ էության տեղի չեն ունենում, եւ դրանց որոշումները որպես կանոն ընկալվում են իբրև անբեկանելի դատավճիռ։ Մեկ անգամ մերժվելուց հետո կանոնակարգված չէ, հետո ինչ ընթացակարգով պիտի դիմի, կարող են նորից դիմել թե չէ, ու որպես կանոն պրակտիկան այնպես է ձևավորվել, ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեկ անգամ մերժելուց հետո ըստ էության այլևս հարցը համարվում է փակված։ Եվ երկրորդ անգամ այլևս նույն հարցը հանձնաժողովի կողմից չի քննարկվում։ Մինչդեռ այդպես չի կարող լինել, որովհետև եթե անձը ծանր հիվանդությամբ հիվանդ է, հետագայում նրա վիճակը վատթարացել է, բնականաբար դա նորից պիտի քննարկվի մասնագիտական հանձնաժողովի կողմից, եւ հանձնաժողովը տա իր եզրակացությունը եւ պիտի քաղաքացին դատապարտյալը զրկված չլինի իր, այսպես ասած, հնարավորության իրացումից, օրենքով տրված հնարավորության իրացումից, նաեւ դատական կարգով այն բողոքարկելու հնարավորություն։ Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ հիվանդ դատապարտյալներին պատժի հետագա կրումից ազատելու գործընթացում օգտվելով օրենսդրական անհստակություններից ինքնակամություն են դրսևորում ոչ միայն հանձնաժողովները, այլև հենց քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունը։ Մենք ունենք նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից թույլ տված խախտումներ, երբ որ քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժինը ուղղակի գտել է ոչ նպատակահարմար դատապարտյալին բժշկական աշխատանքային հանձնաժողովին ներկայացնել։ Գտնելով, որ անձը կատարել է այնպիսի հանցագործություն, առանձնապես ծանր հանցագործություն, հասարակական մեծ վտանգավորություն ունեցող հանցագործություն, մինչդեռ գործող օրենսդրությամբ քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայության վրա նման պարտականություն դրված չի եւ նման լիազորությամբ նա օժտված չի։ Եթե պատժի կրումից ազատելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատում է կառավարությունը, ապա հարցը, թե արժանի է տվյալ դատապարտյալը ծանր հիվանդության պատճառով ազատվել պատժի հետագա կրումից, որոշում է արդեն դատարանը, հաշվի առնելով նրա կատարած հանցանքի ծանրությունը, հանրության համար վտանգավորության աստիճանը։ Ուսումնասիրության ընթացքում ի հայտ է եկել նաև դեպք, երբ որ դատարանը ազատել է պատժի կրումից դատապարտյալին, դատապարտյալի, ով դատապարտվել է առանձնապես ծանր հանցագործության կատարման համար, թմրամիջոցի իրացման համար, եւ հիմնվելով միայն դատարանը դատական նրա հիվանդության խնդրի վրա, ազատել է պատժի կրումից եւ մեր բողոքի հիման վրա վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ընդհանրության առաջայցյանի դատական ակտը եւ նշված օդվածի ուժով նշված դատապարտյալը պետք է վերադառնար պատիժը կրելու։ Սակայն դատապարտյալը հայտնաբերել հնարավոր չի եղել եւ նա այժմ գտնվում է հետախուզման մեջ։ Այսինքն մենք գտնում ենք, որ մարդասիրական սկզբունքը իհարկե առաջնային է, սակայն միշտ պետք է նկատի ունենալ մի հանգամանք։ Ինչ տեսակի հանցագործություն է կատարել, ինչ ծանրության աստիճանի։ Չէ որ պիտի նկատի ունենալ, որ ցանկացած հանցագործության հետևում կան նաև ուրեմն տուժողներ, կան նաև մարդիկ եւ կա հասարակություն եւ կա եւ պետության եւ հասարակության օրենքով պաշտպանվող շահեր։ 2009-ից 11 թվականների ընթացքում ծանր հիվանդությամբ տառապող 3 դատապարտյալ մահացել են դատարանների կողմից նրանց պատժի կրումից ազատելու վերաբերյալ միջնորդությունները մերժելուց հետո։ Նույն ժամանակահատվածում դատարանի որոշմամբ ծանր հիվանդության հետևանքով պատժի կրումից ազատվել է 10